Էրեբունի համայնքի հոգևոր հովիվ Տերզգոն Քահանա Աբրահամյանի եւ երեց կնոջ Իրինա Աղաջանյանի նախաձեռնությամբ համայնքում բացվել է ոսկեհատիկ մանկապատանեկան դպրոցը։ Այն գործում է կիսակառույց եկեղեցու տարածքում։ Դասերն սկսվում են տերունական աղոթքով, որին հաջորդում է 10-15 րոպե տևողությամբ հոգևոր զրույց։ Երեխաներն ուսանում են մաթեմատիկա, անգլերեն, ռուսերեն ու լունքագործություն։ Զբաղվում են նաև դասապատրաստումով։ Դպրոցն ունի 5 ուսուցիչ և 50-ից 100 աշակերտ կախված եղանակային պայմաններից։ Աշակերտների թիվը կտրուկ նվազում է ձմռան ամիսներին, չնայած որ դասասենյակ ծառայող վագոն տնակները տաքացվում են։ Երեխաները, չնայած այդ պայմաններին, մեծ հաճույքով այցելում են, մասնակցում են այս կազմակերպած բոլոր դասընթացներին։ Աստծո օրհնությամբ, հաջողությամբ հույս ունենք, որ այս ամենը մի օր կդրվի ավելի հիմնավոր սկզբունքների վրա եւ ավելի իր բարի պտուղները կբերի մեր երեխաներին։ Շատ ուրախ եմ, որ հենց տեղ եմ բերում այս մթնոլորտի մեջ, այս դասատուների, շատ հավանում եմ տնօրինությանը, շատ։ Արդեն 6 ամիս, 7 ամիս կլինի, որ գայս եմ, եւ ես շատ եմ սիրում այս գործը, աշխատանքը, 6 ամիս է բավական չի, բայց դե ես շատ աշխատանքներ նաեւ տանն եմ անում, բացի այս դպրոցից եւ բոլորն էլ ինձնից գոհ են մեր տան տնեցիքներից, որ ես անում եմ, աշխատում եմ, սիրում եմ այս զբաղմունքը եւ ես եթե մեծանամ, երևի այս գործով զբաղվեմ։ Պայմաններ չունենք, բայց երեխաները սիրով գալիս են, ուզում են սովորել, ձգտում են, ուզում են, որ օրերը շատ լինի։ Կարևորը սերը երեխաների նկատմամբ, որ բոլորին շատ եմ սիրում։ Երեխաները շատ վայրեր կարող են հաճախել գիտելիքներ ստանալու կամ արվեստին ծանոթանալու համար, սակայն քրիստոնեական գիտելիքներ շատ քիչ վայրերում են ուսումնասիրում։ Ոսկեհատիկ մանկապատանեկան դպրոցը հնարավորություն է տալիս երեխաներին զերծ մնալու միջավայրի վտանգներից։ Խնդիր է դրել արդյունավետ դարձնել աշակերտների արտադպրոցական ժամանակը։ Տեր-հոր եւ երեց կնոջ խոսքով իրենց կարևոր առաքելությունը երեխաներին քրիստոնեական արժեքներին ծանոթացնելն է, ինչն անում են նրանց համար մատչելի լեզվով, առակների ու հեքիաթների միջոցով։ Ճիշտ է, երկար տարիներ է մեր եկեղեցին կիսակառույց է, այնուամենայնիվ մենք մեծ հավատք ունենք, մենք չենք կորցնում մեր երբևիցե հույսը եւ համոզված ենք, որ Տիրոջ ողորմությամբ կգա օրը, երբ այս սուրբ եկեղեցին կառուցվի եւ իհարկե մի օր այս արդեն կանգնած տաճարը իր լույսը կսփռի Էրեբունի բոլոր հավատավոր անձանց հոգիներին։ Ժաննա Սարգսյան, Գարեգին Պապոյան, եկեղեցական կյանք։